Ավելի քան 300 քարտեզներից բաղկացած Հայաստանի պատմական քարտեզագրության ատլաս մեծածավալ ժողովածուն կազմել է ֆրանսահայ քարտեզագետ, աշխարհագետ, Ֆրանսիայի պատվո լեգեոնի շքանշանակիչ Զատիկ Խանզադյանը։ Ցավոք այս պատմական անձն իր գործունեությամբ մնացել է ստվերում, այնինչ նա 1920 թվականին հրատարակել է 25 քարտեզից կազմված պատմական Հայաստանի աշխարհագրական միասնության ատլասը, հետագա տարիներին նաև Թուրքիայի, Ալժիրի, Պաղեստինի ատլասները։ Ինքը մեր հայ իրականության մեջ առաջինն է, որ մեծածավալ այսպիսի պատմական քարտեզների հավաքածուի է հրատարակել։ Ես պետք է նշեմ նաև Զատիկ Խանզադյանի դերը Փարիզյան խաղաղության կոնֆերանսում, որտեղ ինքը հայկական պատվիրակության համար պատրաստել էր քարտեզներ։ Զատիկ Խանզադյանի քարտեզները պահվել են Վենետիկի Մխիթարյան միաբանների մոտ։ Դրանք առաջին անգամ հրատարակվել են 1960 թվականին։ Անվերապահորեն կարող ենք ասել, որ պատմական վկայություններ հանդիսացող այս քարտեզները երկրորդ կյանք են ստացել 85 տարի անց, մեր օրերում։ Ատլասի վերահրատարակումը իսկապես շատ լավ քայլ էր ու տեղին էր, որովհետև ատլասի մեջ հավաքված բոլոր քարտեզները ընդգրկում են մարդկության պատմության զարգացման բոլոր փուլերը։ Դա անտիկ շրջանից մինչև 20-րդ դարի կեսերը, դա Հերոդոտոս, Հեկատեոս, Ստրաբոն, Պտղոմեոս, գիտեք ինչ, բոլոր մարդկանց աշխատություններում հիշատակվել է Հայաստանը եւ այդ քարտեզներում բնականաբար տեղ է գտվել Հայաստան անվանումը։ Հայաստանի պատմական քարտեզագրության ատլաս աշխատությունը փայտե փորագիր շքեղ կազմով, ավելի քան ներկայանալի տեսքով, անգնահատելի բովանդակությամբ, բարձրակարգ տպագրությամբ վերահրատարակվել է Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախաձեռնությամբ եւ անվանի բարերար Ռուսոգի Ինվեստ Հոլդինգի նախագահ Ռուբեն Գրիգորյանի մեկենասությամբ։ Ինչու համար է մենք հիմա մտածել, որ պետք է դա վերահրատարակվի, ինչ մի նպատակ ունենք ցույց տալու, որ հազարավոր տարիներով մենք ունեցել ենք քարտեզներ, տարածքներ, որտեղ մենք ապրել ենք եւ որտեղ քարտեզներում մենք կարող ենք գտնել արմենիա բառը։ Վերահրատարակված աշխատության առաջին օրինակը մեկենաս Ռուբեն Գրիգորյանը խորհրդանշաբար նվիրեց Մխիթարյան միաբանության միաբան Համազազկ Կեշիշյանին։ Երբ որ մենք մեր պատմությունը բահենք, այնադեն մեր ժառանգությունները բահված կլինեն։ Դրա համար շատ կարևոր է այս գործը, որ հանձնարավ մեր առաջարկով բարոն Գրիգորյանը ծանոթացնելու հատկապես նոր սերունդին մեր արժեքները փոխանցելու, որովհետև առանց հայրենիքի, առանց մեր արժեքներուն մենք կգործենք։ Միակ միջոցը, որ մենք կարենանք մեր ինքնությունը բահել, մեր հոգևոր եւ մեր մշակութային ժառանգություններն են։ Հայաստանի պատմական քարտեզագրության ատլասը վերահրատարակվել է ռուսերեն, անգլերեն եւ ֆրանսերեն, այսինքն պատմական վկայությունները, պատմական ճշմարտությունը, որը փաստել են օտար աղբյուրները, կարող են վճռորոշ դեր կատարել տեղեկատվական այսօրվա պատերազմում, որ վարում են մեր դեմ մեր հարևանները։ Օտար լեզուներով հրատարակված քարտեզները բառապացույցն են, որ հազարամյակներ առաջ Հայաստանը եղել է։ Հայ ժողովուրդը հայկական լեռնաշխարհում բնիկ է եւ կարեւորագույն դերակատարում է ունեցել տարածաշրջանում, որտեղ այսօրվա ինքնահռչակ պետությունների նշույլն անգամ չի եղել։ Քաղաքական առաջին քարտեզում, որը կոչվում է Բաբելոնյան քարտեզ, որտեղ բաբելոնացիները իրենց պատկերելով շրջակա միջավայրը իրենց հարևաններին Ասորեստանի հետ մեկտեղ ներկայացրել են նաև Հայաստանը։ Այսինքն իրենց պատկերացման աշխարհը ընկալվել է դա։ Իրենք են Ասորեստանն է եւ Հայաստանը։ Հայաստանի դարավոր գոյությունը ժխտող, պատմությունը խեղաթյուրող, պատմական քարտեզներն ու վկայություններն աղավաղող մեր ոչ բարով հարևանները եւ նրանց ջրաղացին ջուր լցնող օտարազգիները կարող են Զատիկ Խանզադյանի այս աշխատության շնորհիվ առերեսվել պատմական ճշմարտության հետ։ Նրանք ստիպված կլինեն հաշտվել։
անգամ 1803-ից 1815 թվականներին Սուլթանական տպարանում հրատարակված քարտեզներում մեր հայրենիքի վրա օսմաներենով գրված է Էրմենիստան, Էն տեղադրված է Արցախի վրա, վերջինն Փոքր Հայքի Սեբաստիայի վրա։ Զատիկ Խանձազյանի այս հրաշալի ատլասի վերահրատարակությունը կրկնում եմ գիտաքաղաքական առումով շատ կարևոր է, որի համար շնորհակալություն Տեկյան մշակութային միությանը, պարոն Միրզախանյանին, որ մեզ դիմեց այս հարցով, մենք մեր մասնագետները նայեցին եւ համարեցին, որ սա Գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտ եւս կարող է գրիֆը դնել այսպես մասնագիտական, որտեղ այստեղ արվել է ահռելի կարևոր քաղաքական աշխատանք, որը այսօր վերահրատարակվելով ներկայացվում է հանրությանը։ Ես գտնում եմ, որ մենք մեր աշխատանքը պետք է շարունակենք այս ուղղությամբ, որովհետև տեսեք այս ծանրակշիռ հատորից զատ մենք պետք է նաև ունենանք սրանց ավելի էլեկտրոնային փոքր տարբերակներ, արագորեն դրանք տարածենք։ Շատ ուրախալի է, որ դարձյալ օսմաներենով, արաբերենով քարտեզներ կան, օտար լեզուներով քարտեզներ կան, որոնք փաստում են Հայաստան աշխարհի իրական տեղը։ Իրական Հայաստան է, ես ուզում եի սա ընդգծել, որովհետև իրական Հայաստանը 400,000 քառակուսի կիլոմետրն է եւ ոչ թե 29,743,000։ Հայաստանի պատմական քարտեզագրության ատլաս աշխատությունը գիտական նոր ուսումնասիրությունների աղբյուր կարող է դառնալ, տեղեկատվական հզոր զենք մեր ձեռքում, որովհետև մեր հարևանները ձեռք չեն քաշում պատմություն նախավաղելուց ու տարածքային պահանջներից։ Իհարկե, հենց խոսքը վերաբերում է հնագույն քարտեզներին, նրանք հիստերիայի մեջ են ընկնում, որովհետև քարտեզներում արձանագրված ճշմարտությունը փոխել չեն կարող։ Այս ժողովածուն որպես պատմական վկայությունների շտեմարան կնվիրաբերվի Հայաստանի եւ արտերկրի կենտրոններին, գրադարաններին, դեսպանատներին եւ գիտակրթական հաստատություններին։